Բարի երեկո, եթերում շաբաթվա տեսությունն է։ Մինչ շրջանում կատարված իրադարձությունները ամփոփել է, ասեմ, որ վերջին օրերում ամենաքննարկվող թեման լարիի անկումն էր։ Պետական տարադրամը տատանվեց այնքան, որ ԱՄՆ դոլարի հետ համեմատած գրանցվեց ռեկորդային արժեք, 1 ԱՄՆ դոլարի փոխարժեքը հասավ 2 լարի 70 թեթրիի։ Այսօր Վրաստանի ազգային բանկը սահմանել է լարիի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ, որը կազմում է 2 լարի 50 թեթրի, ինչը Վրաստանի պատմության մեջ ռեկորդային ցածր է ազգային արժույթով։ Նույնիսկ 1995 թվականին, երբ սկսեց ներդրվել ազգային արժույթը, լարին երբեք չի հասել 2 լարի 50 թեթրի։ Բնակչության որքանով կազդի, օրինակ ես մաշնան առել եմ դոլարով, ինձի կազդի։ Լարին ընկավ, դոլարն էլ բարձրացավ։ Ազդել է, մեկ ալնուց մասնի ես ինչ կարող եմ ասել։ Իսկ ինչումն է ազդել ընդհանրապես դոլարի բարձրացումը։ Դոլարի բարձրացումը լարին ընկավ, մեր ունեցվածքը լարիով ենք ծախում, դոլարով չենք ծախում։ Լարիով էժան է ստացվում, դոլարը թանկ։ Արել եմ մաշինան 213 եղել կուրսը, հիմի էլ եղել է 250։ Այ ռազմության ինչքան բան ծախեմ, ես այդ մաշնիկին փակեմ։ Վնաս կտավ մեր ունեցվածքը էժան կեղնի։ Կարտոլը գին չունի, պանիրը գին չունի, միսը գին չունի։ Վնաս չէ։ Հիմնականում լարու վրա հիմնված մեր բնակչությունը, ճիշտ է։ Մեր տարադրամը, հանրապետության տարադրամը լարին է։ Եթե լարին արժեքազրկվի, բարձր ժողովուրդը եւ ապրանքների մեջ կտուժվի, եւ վարկերի մեջ կտուժվի, մարդիկ կան վարկ է վերցրել 217-ով, 160-ով, հիմի 223 լարի դիմուձենոր, 100 դոլար առնենոր, տան այդ դոլարը փակին։ 100%-ով կազդե բնակչության վրա, ազգաբնակչության վրա, այդ բարձր ժողովուրդը տուժեկը անատեղ է, մեր լիզվով ասած։ Իսկ առևտրին ինչ կանով կան։ Առևտրին, եթե դոլարը բարձրանալը, բարձր մարդիկ մեծամասնությունը առևտրականները դոլարով առևտրել են, ճիշտ է։ Ուզած եթե իրանք բարձր դոլարը, բարձր տան ապրանք բերեն, ժողովրդից բարձր գին դառնեն։ Թե ասենք արժե լարի 60 կապեկ 2 լարի դառնեն։ Էլի ժողովրդին բնակչին կերբանի վնաս եղավ ժողովրդին։ Ձմեռը մտավ իր հունի մեջ եւ բոլորին հետաքրքրում էր շինարարական աշխատանքների վիճակը։ Արդյոք յուրաքանչյուր սկսած գործ հասավ ավարտին կամ ինչպիսին է դրանց որակը։ Այս ամենի պատասխանը ստացանք շրջանի ղեկավարներից։ Նինոց Մինդայի շրջանի մունիցիպալիտետի 2016 թվականի բյուջեի նախագծային եկամտային մասը կազմում է 4 միլիոն 374 հազար 100 լար։ Նինոց Մինդայի վարչությունում եւ հաստատվեց 2016 թվականի տեղական բյուջեն, ապա այն կազմում էր 4 միլիոն 374 հազար 100 լարի գումար, որը մի քանի բյուջետային փոփոխությունից հետո այն վերջնական կազմեց 8 միլիոն 682 հազար 600 լարի։ Այն է տարածաշրջանային հիմնադրամի կողմից հատկացված գումարը, յուղի զարգացման ծրագրի շրջանակներում նախատեսված գումարը եւ տեղի եկամտային մասը։ Ունեցած բյուջեի համաձայն Նինոց Մինդայի շրջանում շինաշխատանքների համար նախատեսվեց մոտ 4 միլիոն 955 հազար 287 լարի գումար։ Մինչև 2016 թվականի տեղական բյուջեի հաստատելը գործադիր եւ օրենսդիր մարմինները համատեղ կազմեցին նախագիծ, թե ինչպիսի շինաշխատանքներ է հարկավոր իրականացնել Նինոց Մինդայի մունիցիպալիտետում։ Սակայն ինչքանով կատարվեց շինաշխատանքները, մեր հարցին պատասխանեց Նինոց Մինդայի Սակրեբոլոյի նախագահ Սմբատ Գյուրեղյանը։ Կարծիքը հայտնել եմ այն առումով, որ այնպես չէ, որ եթե աշխատանքը արված է, ավարտված է, ուրեմն աշխատանքը լիարժեք է։ Այն աշխատանքը, որ ավարտված է, լիարժեք ու իր նպատակին չի ծառայում, այդպիսի աշխատանքները ես համարում եմ ոչ նպատակային աշխատանք, այսինքն այս դեպքում կարելի ասել գումարները քամուն տալու process է։ Այնպես որ այս ուրեմն աշխատանքի արդյունքների հետևելուց պետք է անպայման ուշադրություն դարձվի տվյալ գումարի կամ տվյալ աշխատանքի վերջնական ավարտից հետո աշխատանքը իր նպատակին կարող է ծառայել, թե ոչ։ Մենք խնդիր ունենք Թոյրա ուժմանաջրամատակարարման ցանցի հետ, որ արդեն 4 տարին այդ աշխատանքը արված է, բայց ինչ որտեղ ես չեմ ուզում պատճառաբանել, թե մեղքումն է, այնուամենայնիվ աշխատանքը դեռ սառույց վիճակում է, տեղի չի շարժվում եւ չի հալչում։
Ես ուզում եմ ու շատ շահագրգռված եմ գոնե այդ աշխատանքը լիարժեք ավարտին հասցվի մինչև տարվա վերջ եւ այդ համայնքը ջուր ունենա։ Եվ մոտակա ժամանակահատվածում կարծում եմ այդ աշխատանքը ավարտվի։ Եվ նմանատիպ աշխատանքներ կան, որ շարունակական է եւ փոխանցիկային պլանում, օրինակ Սաղամոյից ջրամատակարարման ցանց է ուղղվե մինչև Սատխայի համայնք եւ այդ աշխատանքը արդեն երկրորդ տարին է նույնպես կիսատ է։ Իսկ թվում է մեր թերացման պատճառով որ այդ աշխատանքները մնացել են դեռ անավարտ։ Այսինքն պետք է ժամանակին հետևել աշխատանքի վերջնական process-ը ինչ գումարով պետք է ավարտվի, եթե հետևությունային պետք է լինի, որ այդ աշխատանքը պետք է իր նպատակին ծառայի, թե չէ 2 տարի ձգում ենք համայնքին կոպիտ ասած խոստանում ենք, որ ջուր կունենա, նրանք սպասում են, ահա եւ ջուրը չկա։ Սա ինչ որտեղ նաեւ մեր թերությունն է։ Նույն բնականաբար, եթե լավ բաներ կան, թերություններ պիտի լինեն, մենք չենք խուսափում կարելի ասել թերությունների մասին խոսելուց, որովհետև երբ դու անդառ լավ բաների մասին ես խոսում, գլուխ գողողի կարգավիճակում ես հայտնվում, այնպես որ թերությունները վերացնելու հետ կապված նաև աշխատանք է պետք եւ լիարժեք աշխատանք։ Ի տարբերություն շինարարական ոլորտին, սոցիալական ծառայությունում ավելի ուրախալի լուրեր կային։ Նախատեսված մի շարք օգնությունների թվում փոքրիկ ֆինանսական աջակցություն հատկացվեց նաև մի շարք ուսանողների։ Շատերն դպրոցն ավարտելով ընդունվում են բուհ ապագայում լավ աշխատանք գտնելու եւ մեծ գումարներ վաստակելու ակնկալիքով։ Անշուշտ, ուսումը վերջինս հասնելու համար անհրաժեշտ ու կարևոր գործոն է, որը ցանկացած այլ ապրանքի պես ձեռք բերելու համար անհրաժեշտ է որոշակի գումար ծախսել։ Ահա այդ գումարը ոչ բոլորն ունեն, եւ ոչ բոլորն են կարողանում վճարել բարձրագույն կրթություն ստանալու համար։ Բայց որpիսի բուհերում ընդունված մեր շրջանի ուսանողները կարողանան լիարժեք ստանալ իրենց կրթությունը, Նինոցմինդայի մունիցիպալիտետի ղեկավարների որոշմամբ օգնության տեսքով հատկացվում է տարեվարձ։ Արդեն 2 տարի է, որ տեղական բյուջեի հաստատման ժամանակ տեղի վերադասը սոցիալական փաթեթում հատուկ գումար է նախատեսնում ծնողազուրկ, սոցիալապես անապահով եւ բազմանդամ ընտանիքների երեխաներին, ովքեր ուսանում են Վրաստանի բուհերում։ Իսկ թե ինչ կարգով է այն հատկացվում, մեզ ներկայացրեց սոցիալական բաժնի պետ Սուրեն Սանոսյանը։ Այն ուսանողներում, ովքեր սոցիալապես անապահով ընտանիքից են, նպատակային կերպով համապատասխան փաստաթղթերի ներկայացնելուց հետո կարողացել ենք օգնել 42 ուսանողների այսօրվա դրությամբ։ Ինչպես է բաժանված գումարը։ Մեր որոշման համաձայն մենք գումարը բաժանում ենք հետևյալ կերպ։ Եթե ուսանողը ծնողազուրկ է, նրան օգնել ենք ուսման վարձը 100%-ի չափով։ Եթե ծնողազուրկ չէ, բայց սոցիալապես անապահով ընտանիքից է, տվել ենք ուսման վարձի կեսի չափով։ Եվ կեսի չափով տվել ենք նաև այն ընտանիքների ուսանողներին, որ ընտանիքում կա 2-ից ավել, 2 եւ ավել ուսանողներ։ Մեկին ենք ուսման վարձը տվել, այն էլ 50%-ի չափով։ Իսկ ինչ վերաբերվում է հավասարության հարցին, թե հավասարությունը այսպես է, ցանկացած բուհ ունի իր գումարը եւ այնպես որ եթե ուսանողը սովորում է Ճավախաշվիլի, բարձր նրա համար հատկացված գումարը պետք է լինի 1125 լար։ Եթե ուսանողը սովորում է ուրիշ բուհում, որտեղ ուսման վարձը 2000 լարի է տարեկան կտրվածքով, բարձր փոխանցումը կլինի 1000 լարի չափով։ Իսկ եթե ուսման վարձը 1200 լարի է, մենք բարձր փոխանցել ենք 600 լարի չափով։ Մշակույթի ասպարեզում շաբաթը բազմաբովանդակ էր երիտասարդական կենտրոնում անգլերենով նշվեց բարեկենդանի տոնը։ Այնուհետև երիտասարդական կենտրոնում անցկացվեց մրցույթ նվիրված սիրված դերասան, մանկավարժ եւ ասմունքող Սևան Ղարսլյանի հիշատակին։ Նոյեմբերի 24-ին Նինոցմինդայի երիտասարդական կենտրոնում կայացավ միջոցառում, որը նվիրված էր ամենայնի նշվող երախտագիտության տոնին։ Այն կազմակերպել էին Նինոցմինդայի թիմեք հայկական դպրոցի անգլերենի մանկավարժները։ Երախտագիտության օրը սկզբնապես եղել է Աստծուն, ինչպես նաև ընտանիքին ու բարեկամներին նյութական բարօրություն ու բարի վերաբերմունքի համար երախտագիտություն հայտնելու տոն։ Ավանդական իմաստով նման տոն աշնանվերջին նշանակում էր շնորհակալություն հայտնել երկնքին հարուստ բերքի եւ պտուղների առատության համար։ Ժամանակի ընթացքում ԱՄՆ-ում եւ Կանադայում այս տոնը համընդհանուր ընդունելություն գտած համաժողովրդական տոնակատարություն է։
ուրեմն կազմակերպել էինք մի փոքրիկ միջոցառում, Thanksgiving Day էր անվանումը, ամերիկյան, այսպես ասած, տոն էր, որը հենց նշվում է ամսի 24-ին, նոյեմբերի 24-ին, եւ քանի որ այս ծրագիրը ամերիկյան դեսպանատան կողմից, այսպես ասած, հովանավորվող ծրագիրը, որոշեցինք, որ մեր երեխաները պետք է իմանան այս տոնի մասին եւ փոքրիկ այս միջոցառումը հենց այդ տոնին էր ուղղված։ Օրերս Նինոցմինդայի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ ասմունքի մրցույթ փառատոն, որին մասնակցեցին Նինոցմինդայի շրջանի 60-ից ավելի աշակերտներ։ Անցկացվող ասմունքի փառատոնը նվիրված էր Ջավախքում հարգված, սիրված ու ճանաչված անվանի մանկավար, դերասան եւ ասմունքող Սևան Սայաթ Ղարսլյանի հիշատակին։ Անանման ծաղիկների ու բարդերի բույրը վարման, նայերյան աղջիկների հեզաչեկում պարն են սիրում ամար երկինքը մուկ, ջրերը ջինչ, լիճը լուսեր, ալևն ամրան ու ծմերվա, վիշապացան բուքը վսեր, ոտում կորած հրճիկների, անյուրընկալ պատերը սեր, ու հանանյա քաղաքների, հազարանյա քարն եմ սիրում։ Լրագրողի աշխատանքը թեև դժվար է, սակայն հետաքրքիր։ Պիտա երիտասարդական կենտրոնի սաները Փարվանա հեռուստատեսություն այցելելուց հետո որոշեցին իրենց ապագա մասնագիտությունը։ Օրերս Նինոցմինդայի Պիտա երիտասարդական կենտրոնի սաները այցելեցին Փարվանա հեռուստաընկերություն։ Երեխաների այցի նպատակն էր ծանոթանալ հեռուստաընկերության ու նրա աշխատակազմի գործունեության հետ։ Ես եկել եմ Մալաջորնի ցենտրեն, ես Մալաջորնի ցենտրի ակտիվիստ եմ, ապագայում գուզեի ես դառնալ ժուրնալիստ ու ինձի շատ հետաքրքիր էր, թե դուք ինչ կենեք, ինչով եք զբաղված, ինչեղ կաշխատիք ու այսօր ես ստացա իմ հարցերուս պատասխանը։ Այս շաբաթվա համար պատրաստել էինք այսքանը, մաղթում եմ ձեզ հաճելի հանգստյան օր, ցտեսություն։